մարդիկ ուղղակի կոտրում էին, հա, եւ այսպես ասենք հրաժարվում էին այդ ծաղիկներից, այդ որ ասում եք ինչ պետք է անեն, ես հույս ունեմ, որ պատժամիջոցները հնարավորինս շուտ պետք է հանվեն, կա երկու տարբերակ իմ կարծիքով, կամ մի կերպ գտնել, այսինքն հույս չդնել կառավարության, պետական մարմինների վրա, որ մարդիկ ինչ որ պետք է իրենց գործերը թողեն, բոլոր, ասենք, ամեն մեկը, եկեք ճիշտը խոսանք, հա, դες մարդ չկա Հայաստանում, երևի որ վարկ չունի։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ տեսեք այդ հաղորդաշարն է, այսօր հյուրընկալել ենք հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ պարոն Արման Ղուկասյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ղուկասյան, այսօր մեր հաղորդման ընթացքում ընդհանրապես մենք զրուցում ենք տարբեր թեմաներից ու հիմնականում սուր թեմաներից, այն թեմաներից, որոնք այսօր ակտուալ են ու ձեր սոցիալական ցանցերում, սոցիալական մեդիայում ձեզ տեսնում ենք որպես սոցիալական խնդիրներից խոսացող, թոշակառուների խնդիրներից, գնաճից, տարբեր ոլորտային, նաև արտաքին քաղաքականությունից եք վերլուծություններ իրականացնում, այսօր քանի որ երեք տեսանք Նիկոլ Փաշինյանը այսպես ասած Տիգրանաշենի հանձնման անոնսն արեց, դրանից սկսենք արդեն անցնենք մյուս քննարկման, էլի ձեր կարծիքով այդ անոնսը ինչի մասին է Տիգրանաշենի հետ կապված, որ Տիգրանաշենը քյարքի է կամ նմանատիպ այդ հայտարարության։ Շնորհակալ եմ հրավերի համար, դե ինձ թվում է այստեղ կարծիք ավելորդ, հա, որովհետև ուղիղ տեքստով է ասվել, որ դելիմիտացիա դեմարկացիայի շրջանակներում այդ տարածքը լինելու է Ադրբեջանին, հա, այսինքն դա ուղիղ է ասվել, ոչ թե ակնարկվել է կամ ինչ-որ, այո, եւ հիմա Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե ընտրություններից առաջ դա չի թաքցրել եւ իր ծրագիրը եղել է այնպեսին, այսինքն այն քաղաքական առաջարկությունը, որը արվել է հանրությանը եւ հրապարակային է արվել, այդ ամենը տեղի է ունեցել ընտրություններից առաջ, շատ ավելի շուտ եւ արդյունքում Նիկոլ Փաշինյանը վերընտրվել է եւ այստեղ ինձ թվում է կարծիքները ինչ որ ավելորդ են, հա, այնպես չստացվի, որ տպավորություն ստեղծվի ինչ որ որոշ շրջանակների կամ որոշ մարդկանց մոտ, որ ահա այս ինչ նորություն էր, այս ինչ սուրպրիզ էր, այս ինչ անակնկալ էր, որևէ անակնկալ չկա, ուղիղ տեքստով ամեն ինչ ասվել է։ Այո, սա այն քաղաքական առաջարկությունն է եղել, որը եղել է ընտրություններից առաջ քաղաքացիական պայմանագրի կողմից։ Այն ճանապարհային քարտեզն է, որով որ առաջարկվել է տանել Հայաստանը, եւ այսօր մենք տեսնում ենք, որ դա կյանքի է կոչվում եւ կյանքի է կոչվելու։ Հիմա եթե քաղաքական ընդդիմադիր ուժերը, որոնք ազգային ժողովում եմ, ես նկատում եմ, օրինակ եք վերում այդ քաղաքական ազգային ուժերը, որոնք ազգային ժողովում են, նաեւ որոնք ազգային ժողովում էլ չեն կան քաղաքական ուժեր, ինչ պետք է անեն, որ այդ ամեն ինչը տեղի չունենա։ Ես հասկանում եմ խոսքը նրա մասին է, որ ամբողջ քաղաքական դաշտը ունի անելիք, ովքեր որ պատկերացնում են այլ ճանապարհ Հայաստանի համար, բայց եկեք ուղիղ խոսենք, որ առաջի պատասխանատվությունը որպես ընդդիմություն դա պարլամենտական ընդդիմության վրա, ինչի, որովհետև իրենք ստացել են ժողովրդի քվեն որպես ընդդիմություն, իհարկե հասկանում եմ, որ մեծ մասը մարդկանց գնացել են ձայնը տվել են ոչ թե որ այնտեղ մանդատներ ունենան, падգամավոր դառնան, հա, որոշ մարդիկ, այլ գնացել են նրա համար, որպեսզի լինի իշխանափոխություն, բայց դա հարցի երկրորդ մասն է, կարևորը այս կոնտեքստում նա է, որ պարլամենտական ընդդիմությունից կա սպասելիք։ Մնացածները որպես քաղաքացիներ, որպես քաղաքական դաշտի մաս, արտխորհրդարանական ընդդիմություն, նույնպես նրանք ովքեր տեսնում են այլ ճանապարհային քարտեզ, պետք է առաջարկեն հանրությանը այլընտրանքային քաղաքական պրոդուկտ, քաղաքական առաջարկություն կամ այլընտրանքային քաղաքական ճանապարհային քարտեզ, հա, օրինակ անկլավները պետք է, օրինակ եմ ասում, հա, նման առաջարկություն, անկլավները պետք է չհանձնել կամ անկլավները պետք է չտալ, առաջարկում ենք այս տարբերակը կամ խաղաղության հաստատման այլ օրակարգ ենք առաջարկում եւ այլ ճանապարհային քարտեզ։ Պետք է լինի քաղաքական պրոդուկտների պայքար, այսինքն քաղաքական մտքի պայքար։ Հիմա արդյոք պարլամենտական ընդդիմությունը ազգային ժողովում այս որքան ժամանակ է որ սկսվել են ազգային ժողովի նիստերը, կարողացել են առհասարակ որևէ հարցի շուրջ, ոչ թե միայն խաղաղության կամ Ադրբեջանի հետ հարաբերությունների կոնտեքստում, առհասարակ որևէ հարցի շուրջ այլընտրանքային պրոդուկտ քաղաքական ներկայացնել, իհարկե ոչ։ Բացի անձնական ինչ-որ տիրույթի խոսակցություններից, որը իդեպ ձեռք է տալիս իշխանությանը, յուրաքանչյուր իշխանության ձեռք է տալիս, որպեսզի
իրական խնդիրներից օրակարգը շեղվի, հա, իրական խնդիրներից, իրական օրակարգից ուշադրությունը շեղվի, դե իշքան որ շատ կլինի այդպիսի անլուրջ քաղաքական, ապաքաղաքական, ես կասեի, քննարկումներ եւ խոսակցություններ, այդքան ավելի իշխանության համար ավելի լավ։ Հիմա ընդդիմությունը այնտեղ է, որպեսզի կարողանա իրական այլընտրանքային օրակարգեր առաջարկել։ Այս հարցի շուրջ էլ ես գրեթե համոզված եմ, որ չի լինելու նման այլընտրանքային առաջարկություն պարլամենտում։ Նայեք, օրինակ Հայաստանը սահմանազատման ու սահմանագծման խնդիր ունի Ադրբեջանի Հանրապետության հետ, ոչ միայն Ադրբեջանի Հանրապետության, բայց Նիկոլ Փաշինյանը նաև տարիներ առաջ հայտարարություն տարածեց, որ Տավուշի մարզի հետ կապված խնդիրներ կան, այնտեղ մի քանի գյուղ կա, որոնցից ես տեղյակ եմ, Առավակար գյուղի հողատարածքները այսօր գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Ըստ սահմանագծման եւ սահմանազատման այդ տվյալների նաեւ ԽՍՀՄ քարտեզների այդ տարածքները պատկանում են Հայաստանին։ Նույնը նաեւ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, որ այդ տարածքները պետք է սահմանագծման ու սահմանազատման արդյունքում վերադարձվեն Հայաստանին, բայց մինչ այսօր ինչ տեսնում ենք այդ արդյունքներից, ամբողջը Նիկոլ Փաշինյանը այսպես ասած տալիս է, ինչ որ արդյունք չունենք, որ մենք հետ ենք վերցնում ինչ որ բան այդ դե խոսում է Արցվաշենի մասին, հա։ Նաև Արցվաշենի, նաև մի քանի գյուղեր կան, որոնց հենց այդ գյուղի տարածքները այսօր գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Դե հիմա այո, կա այն ինչ որ ունենք, խոսվում է դեռևս Արցվաշենի մասին եւ այդ առումով բնական է, որ պետք է հանրությունը առաջի հերթին դնի այդ հարցերը, հա, այսպես ասենք, այդ հարցերը օրակարգային դարձնի, ինչու, որովհետև եթե մնա իշխանությանը, բնական է իշխանությունը տանում է այն, այսպես ասենք, այն ճանապարհային քարտեզով, որը որ տանում է եւ նորից եմ ասում, այս առումով իշխանությունը անկեղծ է։ Իսկ այն ուղիղ ասում է, թե ինչ է ինքը անելու, ինչպես է անելու։ Հիմա եթե կան որոշ մարկանց կամ որոշ շրջանակների մոտ առարկություններ, խնդրեմ մենք պարտավորենք մեր այլընտրանքային առաջարկությունները բարձրաձայնել, որտեվ գիտեք, այն շրջանակները, որ հեսա մենք դուրս կգանք ուղակի անձի դեմ կպայքարենք Նիկոլ Փաշինյանի անձի դեմ, դա արդեն 8 տարի է տեսնում ենք, հա։ Պետքա պայքարել քաղաքական մտքով, պետքա պայքարել քաղաքական պրոդուկտով եւ քաղաքական առաջարկություններով։ Նորից եմ ասում, առաջի հերթին պարլամենտական ընդդիմությունը պետքա այլընտրանքային օրակարգ առաջարկի այս հարցերի շուրջ ազգային ժողովում։ Դա է, որ պետքա լինի, որտեղ պարլամենտը թիվ 1 քաղաքական ամբիոնն է, խորհրդանական նամանավանդ երկրում, պարլամենտական երկրում, եւ ստեղ իհարկե առաջի հերթին այդ հարցերը պետքա այդ օրակարգերը բերվեն պարլամենտ, հա, որովհետեւ որքան էլ արտխորհրդանական ուժերը փորձեն գեներացնեն, առաջարկեն եւ այլն, թիվ 1 քաղաքական ամբիոնը մնում է, հիշեցնում եմ, ազգային ժողովը։ Հիմա եթե պարլամենտական ընդդիմությունը որևէ բան չառաջարկի, ապա ուրեմն այդ առաջարկությունը պետք է արվի ազգային ժողովից դուրս, որովհետև ոչինչ չառաջարկել նշանակում է համաձայնվել իշխանության օրակարգի հետ, վերջ, դա է։ Այսինքն ստեղ կարելի է շատ երկար բառեր օգտագործել, խելացի մտքեր, բայց իրականությունը դրանից չի փոխվելու։ Իսկ խոսենք նաև սոցիալական խնդիրներից, այսօր փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները խնդիրների առաջ են կանգնած, կապված աքսիզների հետ կապված, ցանկացած ապրանք, նաև հացը, որպես այդպեսին առաջարկում են, որ աքսիզով վաճառվի, այսինքն դրա մասին ինչ կասեք այդ ոլորտի հետ կապված, որովհետև կան ապրանքներ, որոնք չես կարող որպես այդպեսին աքսիզավորես ու ամեն ապրանք ունենա իր առանձին կոդը։ Օրինակ հացը։ Այո, գիտեք, ես շատ եմ զբաղվում սոցիալական հարցերով, տնտեսական եւ ես ինչ եմ կանխատեսում, հիմա պատասխանում եմ ձեր հարցին հետեւյալ կերպով, որ բնական է, որ այս տարվա վերջ մենք ունենալու ենք տնտեսական, այսպես ասենք, մեղմ ասած, ոչ այդքան բարձր տնտեսական աճ։ Ռուսաստանի Դաշնության հետ մենք տեսնում ենք կտրուկ առևտրաշրջանառության նվազում, որովհետև մայիսի կեսերից արդեն ճանապարհները արգելափակվել են հայկական ապրանքի արտահանման համար դեպի ռուսական շուկա եւ Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ շուկա։
Եվ այս առումով իհարկե միջև տարվա վերջ լինելու են լուրջ տնտեսական, չեմ ուզում վախացնեմ, բայց լինելու են որոշակի բացասական հետևանքներ, հա, չեմ ասում ապոկալիպտիկ ինչ-որ կոլապսներ եւ այլն, բայց ինչի՞ց է գալի ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններից Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները։ Չէ, եթե դու չես կամ քո ապրանքը արտահանես թիվ 1 շուկա, որը որ քո համար թիվ 1 տնտեսական հնարավորությունն է տալիս, դեռևս չստեղծելով այլընտրանք, բնականաբար դա բացասական է ազդելու քո տնտեսական աճի վրա։ Հիմա տարբեր կանխատեսումներ կան, որքան կլինի այդ աճը, ես այդքան էլ այդ պաշտոնական, այսպես ասենք, կանխատեսումների վրա չի հիմնվի, որովհետև անկախատեսելի է, որքան դեռևս փակ կմնա, հա, շուկան, ռուսական մեր համար, դրանից նոր կարող ենք ինչ-որ հետևություններ անել, բայց միանշանակ, որ տնտեսական հետևանք բացասական լինելու է մեր տնտեսության համար։ Դե նաև մենք տեսնում ենք, որ երկրում անընդհատ տեղի ունենում գնաճ, գրեթե բոլոր ապրանքների գնաճ եւ չեն աճում եկամուտները մարդկանց, որովհետեւ մենք գիտենք, որ նվազագույն աշխատավարձը տևական ժամանակ չի աճել, միջին աշխատավարձը, բարձր աշխատավարձը, այսպես կոչված, շատ քիչ մարդ է ստանում բարձր աշխատավարձ Հայաստանում եւ դրա համար իհարկե լինելու են դժվարություններ, այսինքն կառավարությունը խնդիր է ունենալու հարկեր հավաքելու, հարկերը գիտեք, որ աճել են, այսինքն տոկոսադրույքները աճել են հարկերի եւ դա բնական է խնդիր է ստեղծելու բիզնեսի համար։ Դրա համար ձեր ասած աքսիզների հետ կապված այդ աճի, հա, նույն ծխախոտի, ալկոհոլի, վառելիքի եւ մնացած ապրանքների դա նույնպես այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել, որ հարկերը ավելի, այսպես ասենք, ոչ թե նվազում են, այլ աճում են, բիզնեսի համար ավելի լուրջ դժվարություններ է ստեղծվում, բայց այստեղ ասեմ, որ ի վերջո խնդիր է առաջանում, որովհետեւ եթե դու բարձրացնում ես հարկերը, անընդհատ ինչ-որ բիզնեսի համար դժվարություններ է ստեղծվում, դա առնվազն ստեղծում է լուրջ խոչընդոտներ նոր բիզնեսի հայտնվելու համար եւ նաեւ եղած բիզնեսի զարգացման համար, հա։ Դրա համար այդ հարկային քաղաքականությունը պետությունը պետքա բալանսավորված վարվի, հա, այսպես ասենք, այդ բառը մոդա է հիմա բալանսավորված բառը, չնայած արտաքին քաղաքականությունում ունենք դիսբալանս, բայց այդ առումով իհարկե այստեղ շատ զմայլվել եւ այսպես ասենք ոգևորվել այդ կառավարությունը, հա, հարկային քաղաքականությունով եւ հարկեր հավաքելով, ես այսպես ասենք այդքան էլ լավ չի լինի, որ այդքան էլ որ իրանք խորանան, այսպես ասենք, այդ հարկային քաղաքականության զարգացման հարցում։ Պետք է այնպես անել, որպեսզի բիզնեսի համար լավ պայմաններ ստեղծվի։ Արդյոք կան այդ պայմանները, գնալով դժվարանում են իրականում, սա է պատասխանը։ Հաստատ եթե բիզնեսի հետ զրուցեք, իրենք կասեն, որ իրավիճակը գնալով դժվարանում է։ Ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարում են, որ այսպես Իրանը ԵՄ-ին արտահանելու, չգիտեմ, այլ պրոդուկտներ, որ Հայաստանում արտադրվում է, դրանք էլ նույնպես Եվրոպական միություն են արտահանելու, այսինքն ԵԱՏՄ-ին հակակշիռ են ուզում ստեղծեն, բայց զուտ տենց խոսակցական մակարդակով, որովհետև գործնական որոշի բան այսօր չենք տեսել ու չենք տեսել, որ հայկական արտադրանքը ինչ որ փոքր ծավալներով կամ չգիտեմ, սենց ասեմ, մի ֆուր, չգիտեմ, այս երկիր կամ երկու ֆուր այս երկիր, դա ասենք ծիծաղալու է այդ արտադրանքի հետ կապված։ Հուլիս ամսվա ԵԱՏՄ-ին որպես այդպիսին այլընտրանք այսօր կա Հայաստանում թե ոչ։ Գիտեք, սենց ասեմ, հա, սենց պատասխանեմ, այսօր ես չեմ տեսնում լիարժեք այլընտրանք, այսինքն այնպես չի, որ ես ասում եմ, որ անհնար է ապագայում մենք չունենանք այլընտրանք, որովհետև որոշ մարդիկ տեսնում են այլընտրանքը եվրոպական շուկա, որոշ մարդիկ տեսնում են Թուրքիան եւ Ադրբեջանը, հա, կամ թեկուզ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ապագայում տանել ապրանքներ, կամ տանել հետո Թուրքիա նաեւ, բայց դա այսօր համարել որպես այլընտրանք, դրանք դեռևս տեսական ինչ-որ ապագայի մասով սցենարներ են, եւ դա արդյոք կլինի թե չի լինի, դա էլ է շատ մշուշոտ, այսինքն այստեղ կոնկրետ կարելի է տարբեր կարծիքներ ունենալ, ես համարում եմ, որ երկար դեռևս ժամանակ մենք լիարժեք այլընտրանք ունենանք չենք կարող ունենալ լիարժեք այլընտրանք ռուսական շուկային, այսինքն բերենք այն մակարդակի ծավալների մեր արտահանումը, որը կար դեպի ռուսական շուկա։
Ես կարծում եմ, որ ստեղ թիվ 1 խնդիրը պետքա լինի ռուսական շուկայի արգելափակումները օր շուտ հանելը, հասնել այդ մակարդակին, որ ինչ պետք է հարաբերությունների դրա համար այսօրվա գործող իշխանությունները ինչ պետք է, ինչ գործնական քայլեր պետք է ձեռնարկեն, որպեսզի արտաքին շուկան, Ռուսաստանի Դաշնության շուկան, ԵԱՏՄ շուկան Հայաստանի համար այդ սահմանափակումները չդրվի որպես այդպեսին։ Ընդհանրապես վարեն իրական բալանսավորված քաղաքականություն, որտեղ այն ինչ որ մենք տեսնում ենք այսօր, դա իրական բալանսավորված քաղաքականություն չէ, այսինքն եթե արդեն կան այդ արգելափակումները, դա ստեղծվել է հենց այդ դիսբալանսի, հա, եւ այդ ոչ բալանսավորված քաղաքականության արդյունքում գործնականում լինի բալանսավորված, այլ ոչ թե ուղղակի հայտարարությունների մակարդակով, ստեղ եթե մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, ուրեմն նաև ես պետք է արդարության համար ասեմ, իհարկե դա նաև խնդիր է ստեղծվում, որ Ռուսաստանը արգելափակում է մեր ազատ տեղաշարժը, հա, դեպի Եվրասիական տնտեսական միության շուկաներ եւ ռուսական շուկա մասնավորապես, որովհետեւ դա արդեն ըստ տրամաբանության ընդհանրապես հակասում է Եվրասիական տնտեսական միությանը, հա, բայց ստեղ կան իրենց պատճառաբանությունները, իրենց հարցերը, դուք կոնկրետ գնում եք ԵՄ, թե մնում եք ԵԱՏՄ, եթե գնում եք ԵՄ, ուրեմն դուրս եկեք ԵԱՏՄ-ից, այդքան, հա, իրենց դիրքորոշումը հստակ է, այսքան հստակ դիրքորոշում կա, այո, հստակ դիրքորոշում կա, որոշում կայացրել ու այդ որոշումը որպես այդպեսի ոնց հասկանում չեն կայացրել։ Այո, գիտեք, Թյուրնբերնում կա Հայաստանում իմ տպավորությամբ շատ երկար տարիներ, որ մենք ինչ էլ անենք, Ռուսաստանը մեզանից փոք չի գալու, հա, այսպես ժողովրդական լեզվով ասեմ, այո, Ռուսաստանը մենք բան անենք, Ռուսաստանը, այսինքն Թյուրնբերնում կա իմ տպավորությամբ, հա, որ մենք ուրեմն Ռուսաստանի հետ ստիպված զորով, այն որ Ռուսաստանը մեզ ստիպում է, որ մենք իր հետ լինենք, չեմ, գործընկեր կոչենք դա, թե դաշնակցային հարաբերություններ, այսօր իհարկե դաշնակցային հարաբերություններ չկան, կամ չգիտեմ, Ռուսաստանը ստիպում է, որ մենք մեր ապրանքը տանենք դեպի ռուսական շուկա, ասենք դա միշտ բխել է մեր շահերից, մեր տնտեսության շահերից, հա, մեր տնտեսության շահերից, հիմա եթե ռուսական շուկան է բնական աշխարհագրության դիրքը, որ մերն ենք աշխարհագրությունը, հա, ստեղ առաջինը աշխարհագրությունն է, չէ՞։ Դեպի ռուսական շուկա եղել է հնարավորություն տանելու, դեպի եվրոպական շուկա չի եղել հնարավորություն տանելու։ Տարվել է շատ չնչին ինչ-որ ժամանակին հումք է տարվել եվրոպական շուկա, հետո մի փոքր ինչ-որ ծավալներով։ Հիմա որ նայենք հուլիս ամսվա, ես նայել եմ հուլիս ամսվա թվերը արտահանման։ Ես ձեզ վստահեցնում եմ շատ մեղմ ասած տենդենսները այդքան էլ բավարար չեն դեպի այլ շուկաներ տանելու։ Նույն ասում էին արաբական շուկաներ, բայց շատ արագ դա փոխարինել ռուսական շուկան անհնար է 1-2 տարվա մեջ փոխարինել, թեկուզ արաբական շուկաներ։ Պետք է պահպանել ռուսական շուկան եւ նոր ստեղծել այլընտրանքներ։ Այսինքն այլընտրանքները վաղուց պետք է ստեղծված լինեին, այնպես չի էլի որ Ռուսաստանը ասել է մենակ ձեր ապրանքը կբերեք Ռուսաստան, այլ որևէ տեղ չտանեք։ Հա, դա Թյուրնբերնում է, այսինքն դրանք մանիպուլյացիաներ են, որ փորձում են մարդկանց մանիպուլյացնել։ Մի հատ պետք է զրուցել բիզնեսի հետ, արտահանողների հետ, իրանք ուղիղ ասում են, որ մենք տալել ենք Ռուսաստան, չէ՞ որտեղ Ռուսաստանը սիրում ենք, այլ որտեղ մեր ապրանքը այնտեղ իրացվել է, որովհետև նորմերը, սերտիֆիկացիան եւ բոլոր հարցերում եղել է հարմար, հա։ Բայց Եվրոպական միություն միջով հիմա մեր ձուկը չեն ընդունում, այսինքն եւ ես կարծում եմ չեն էլ ընդունելու, որովհետեւ այնտեղ լրիվ այլ տրամաբանություն է գործում բոլոր հարցերում։ Նիկոլ Փաշինյանը ձգնարկությունաբերության հետ կապված այնպիսի հայտարարություններ անում, որ այդ բիզնես ոլորտը ամենալավ որակով եթե աշխատելուց է լինի, հաջորդ օրը էլ կսկսի չաշխատել։ Եթե ինքը ասում է ես ձուկը չեմ սիրում, աճեցված ձուկը չեմ։ Իսկ մենք ուրիշ ձուկ չունենք մեծ հաշվով այսօր։ Սևանի ձուկն մեծ հաշվով, բայց դա էլ բայց դա շատ քիչ ծավալներ է, շատ քիչ ծավալներ են, դա այնպես չի որ մի հատ էլ կարող ենք կարծում եմ տես մեծ ծավալներով արտահանենք։ Դրա համար ես կարծում եմ այստեղ պետքա պրագմատիկ մեր շահը եւ ռացիոնալ, այսպես ասենք, մոտեցումը լինի առաջնային, ոչ թե սիրում ենք Ռուսաստանը, չենք սիրում Ռուսաստանը, այլ տեսնենք մեզ որն է մեր շահերից բխում։ Մեր աշխարհագրական դիրքը մի հատ նայենք, որտեղ ենք մենք գտնվում, էլի Շվեյցարիա չի, Բելգիա չի, ամեն դեպքում այդ նայենք։ Ունենք փակ տարածքներ սահմաններ Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ Հիմա ապագայում բացվելու է թե ինչ է լինելու, դա ապագայի հարց է, հա, այսօրվա օրով ենք խոսում, այսօրվա իրողությունների մեջ։ Եվրոպական միության հետ կապված, Եվրոպական միությունը ինքը ունի իր տրամաբանությունը,
Նաև չափորոշիչներ նորմեր, որոնք այո։ Հայաստանի Հանրապետության ասենք արտադրանքը հիմնականում չի համապատասխանում այդ նորմերին։ Այո, երբ որ դու տանում ես ապրանք, դա պետք է նախև առաջ համապատասխանի չափանիշներին։ Երկրորդը դա պետք է ունենա պահանջարկ, որովհետև եթե քո, ասենք, չգիտեմ, լոլիկը, հա, ասենք, sense օրինակ չունի պահանջարկ, դու, ասենք, թե թույլտվություն կա, տանում ես, հեշտացվել է քո համար կամ չգիտեմ ինչ-որ մի բան, դա եթե չունի պահանջարկ, դա չի վաճառվելու։ Իսկ Եվրոպական միությունը չի կարող ստիպել իր քաղաքացիներին, որ կգնեք ոչ թե էժան եւ որակյալ, ասենք, որին դուք սովորեք, հա, այսպես ասենք, իսպանական լոլիկը պետքա գնեք հայկականը, որին դուք անգամ ծանոթ չեք։ Ու ճանապարհածախսը դրա միջև Եվրոպա հասնելը, բացի լոգիստիկան, այդ ամեն ինչը պետքա սառնարանների մեջ պահվի։ Անկամ այդ դեպքում այսինքն գինը հայկական արտադրանքի պետքա ավելի շատ լինի, քան թե տեղում Եվրոպայում վաճառվող։ Այո, միանշանակ եւ այստեղ միջև դուք հասցնում եք բնական է դա 3 անգամ ավելի թանկ է նստում, քան Ռուսաստան հասցնել այդ նույն ապրանքը։ Եվ բնական է, որ նա արդեն ավելի թանկ է լինելու, քան այլ մրցակիցներ եվրոպական շուկայում։ Հիմա այստեղ պետք է համ դու կարողանաս գինը համապատասխանեցնել սպառողին, համ որակը համապատասխանեցնել, էլ չեմ ասում որակը հատուկ որակ, որը որ պետք չես կարող 1-2 տարում, այսպես ասենք, մեծ ծավալներ միանգամից փոխես որակը։ Դրա համար խոսել արագ փոխարինելու մասին ռուսական շուկան օբյեկտիվ պատճառներով անհնար է։ Նայեք, անհնար է, բայց այսօր էլ այդ անհնարությունից ելնելով նաև ռուսական պատժամիջոցներն ենք տեսնում, այսպես չակերտավոր ասած։ Հիմա Հայաստանի տնտեսվարողը ինչ պետք է անի, եթե հայկական շուկան շատ փոքր է, ռուսական շուկայի հետ խնդիրներ կան, ԵՄ չենք կարող արտահանենք, իշխանություններն ուղղակի խոսում են խոսելու համար, ինչ պետք է անի պամիդոր աճոցնող, չգիտեմ, պամիդորի կամ մրգերից Իրանի խնձորի, ասենք, ունեցողները, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են դրանով, արտահանել են ԵԱՏՄ շուկա։ Ինչ պետք է անեն այսօր։ Նույնն էլ ծաղիկ արտադրողները, ծաղիկ աճեցողները, որովհետև այսօր ծաղիկի գները տեսել ենք Հայաստանում ինչպես է ընկել, քանի որ այդ արտահանումը չկա։ Սկզբից ասում են, ահա, այսքան 1000 ծաղիկ գնաց Լատվիա, Նիդերլանդներ, բան, բայց արդյունքում տեսանք, որ ծաղիկի գինը 3 անգամ նվազեց, մարդիկ ուղղակի կոտրում էին, հա, եւ այսպես ասենք հրաժարվում են այդ ծաղիկներից։ Այդ որ ասում եք ինչ պետք է անեն, ես հույս ունեմ, որ պատժամիջոցները հնարավորինս շուտ պետք է հանվեն։ Դա ուղղակի որպես քաղաքացու ցանկությունն է, բայց եթե պատկերացնենք, որ այս պատժամիջոցները երկար ասենք մնում է, այդ պարագայում կա երկու տարբերակ իմ կարծիքով, կամ մի կերպ գտնել, այսինքն հույս չդնել կառավարության, պետական մարմինների վրա, կամ մի կերպ որպես բիզնեսմեն, հա, իրենք գտնեն այլ ընտրանքային ինչ-որ ուղիներ եւ իհարկե այդ ծավալները միանգամից չի լինի ապահովել, բայց ինչ-որ չափով դա սպառել այլ շուկաներում արտաքին եւ նաեւ փորձել ներքին սպառողին առաջարկել ինչ-որ ավելի այտենց հետաքրքիր առաջարկություն անել, որովհետեւ դրա այլ ընտրանքը այդ երկրորդ տարբերակը, որ ասում եմ, ուղղակի փակվելն է իրականում։ Եվ իհարկե դա լավագույն սցենարը չէ, որովհետև պատկերացնում եք այդքան տնտեսություններ, ասենք, սկսեն փակվել, դա լուրջ խնդիրներ կստեղծի մեր համար, մեր երկրի, մեր տնտեսության համար։ Դրա համար ես գիտեմ, որ հիմա այդ փոքր ծավալները, որ մենք տեսնում ենք հուլիս ամսին, հունիս ամսին, հենց նույն սկզբունքով եղել է, մարդիկ իրենց հնարավորությունների չափով, իրենց կապերով, իրենց աշխատանքի արդյունքում կարողացել են ապահովել այդ որոշակի ծավալների արտահանումը։ Հիմա բիզնեսը աշխատելու է, փորձելու է գտնել ուղիներ։ Այնպես չի, որ բիզնեսը այդպես ծերները ծալած սպասելու է պետական մարմինները օգնեն, բայց պետական մարմիններն էլ այնպես չի, որ այդպես բիզնեսի փոխարեն գալու են այդ արտահանեն իրենց ապրանքը։ Ես վերջերս տեսա, որ դեղց ծախողներն էին ճանապարհ փակել, ասում էին 100 դրամա, այսինքն շատ ձեռք չի տալիս, հա։ Եթե չեն կարող արտահանել, մնում է ապրանքը ու Հայաստանում է իրացման շուկան շատ փոքր։ Այո, եւ ասում էին պետությունը, որ խոսք է տվել, որ դա կօգնի եւ այլն, բայց միջ այսօր գործնական քայլեր չկան, հա, իրենք էին հայտարարում ակցիայի ժամանակ։ Ես անկեղծ ասեմ, ես կարծում եմ, որ բիզնեսը երբեք է պետության վրա, երբ է բիզնեսը առասարակ պատմության մեջ այդպես հույս է դրել պետության վրա, կամ նույնիսկ եթե ինչ-որ բաներ կոմպենսացվել է կամ տրվել է ինչ-որ գումարներ սկզբում կարծեմ տրվեց, չէ,
Դա կրելու է 1-2 անգամյա բնույթ, հա, դա չի լինելու ինչ որ տարիներով կամ ամիսներով կամ բայց ամեն դեպքում Հայաստանի իշխանությունների քաղաքականության արդյունքում է այսօր որ ԵԱՏՄ շուկան կամաց փակվում Հայաստանի տնտեսվարողների առաջ հիմա ուղիղ կապ ունի բիզնեսը բայց ես չեմ կարծում որ իրենք տես երկար ժամանակ ինչ որ գումարներ են տալու Չէ, գումարները ինչ որ ժամանակ հետո չեն տալու կամ 1-2 անգամ է լինելու դրանից հետո այդ տնտեսվարողները կամ սննկանալու են կամ գտնելու են ինչ որ այլընտրանք Այո, դա է լինելու այսօր այդ այլընտրանքը իրականում չենք տեսնում Դե չկա, եթե դուք նկատի ունեք լրիվ փոխարինել ռուսական շուկան գտնեն հիմա շատ արագ այլընտրանքային շուկաներ, որտեղ լրիվ կսպառեն իրենց ապրանքը ոնց որ Ռուսաստանում էին սպառում, դա ես վստահ եմ որ չի լինելու մոտակա ժամանակ կարող է 5 տարի հետո ինչ որ մի ձև արաբական շուկա եւ այլն բայց արևելյան շուկա Չինաստան չնայած նորից եմ ասում այնտեղ լրիվ այլ տրամաբանություն է գործում դա նախ եւ առաջ պետք է լինի Հայաստանի տնտեսական քաղաքականության արդյունքը որպես այդպեսին բայց այսօր Հայաստանում ես չեմ տեսնում ինչ որ կառույց որը տնտեսական արտաքին քաղաքականությամբ կզբաղվի այո կա ինչ որ հայտարարությունների մակարդակով էկոնոմիկայի նախարարություն եւ այլն բայց դրա արդյունքը մենք տեսնում ենք որ նայում ենք թվերին հա ի վերջո պետք է նայել ցուցանիշներին հուլիս ամսվա հունիս ամսվա եւ այդ ցուցանիշները իրենք արդեն իրենցով ասում են թե որքան էֆեկտիվ է վարվում արդարության համար բայց պետք է ասեմ իհարկե դեռևս 2-3 ամսվա մասին է խոսքը գնում մի 3 ամիս հետո ավելի շատ կարանք այսպես ասենք ենթադրություն անենք կամ եզրակացություն ավելի շուտ անենք բայց դեռևս տենդենսները բնականաբար չեն հույս տալիս որ լինելու է այդպես շատ լավ այսինքն նորից եմ ասում իմ անձնական կարծիքը նա է որ պետք է որ շուտ բացվի ռուսական շուկան մեր բիզնեսի համար Հայաստանը պետք է վերականգնի բալանսավորված քաղաքականությունը եւ վարի ըստ իր առաջնահերթությունների քաղաքականություն, բայց այնպես, որպեսզի որևէ մեկը Հայաստանում չտուժի, բիզնեսը չտուժի, երկրի արտաքին քաղաքականությունը չտուժի եւ դա եմ տեսնում լուծումը, այլ ոչ թե ասենք լավ հիմնական շուկան փակվեց, կգտնենք այլընտրանքային շուկաներ, բայց ինչի պետք է մենք հիմնականից հրաժարվենք, պետքա լինի հիմնականն էլ ոնց որ միշտ եղել է եւ պետքա լինեն նաեւ հավելյալ այլ շուկաներ, այլ ոչ թե կամնա, ինչի պետքա լինի կամնա, պետքա լինի եւ նա եւ մյուսը Նայեք, դուք որպես քաղաքական ուժ նաև մասնակցեցիք Երևանի քաղաքի հավաքական ընտրություններին այսօր Տիգրան Ավինյանը ընտրվել է որպես քաղաքապետ, բոլորս տեսանք թե ինչպես ընտրվեց, իսկ երևանցիների աջակցությունը չկար նրան որպես այդպեսին որ նա լիներ Երևանի քաղաքապետ, այսօր ունենք այնինչ ունենք, այսօր Երևանցիները նաև ես որպես երևանցի շատ դժգոհ եմ այդ իրենց կառավարման որպես քաղաքական ուժ չեմ ասում որպես աշխատողները Երևանի քաղաքապետարան որովհետև ճանապարհ սարքելուց ինչ որ փոսեր են փորձում լցնել, բայց դա տևում է երկար ժամանակ կամ չգիտեմ հենց մեր բակի մոտակայքում գտնվող տարածքներն են ինչ որ փորձում սարքել մոտենում ես ասում ես խի այս 15 օր ստեղ sense փոշոտ ասենք ամբողջ շենքը փոշի է շնչում ասենք աշխատողն ասում է դե մի հոգով եմ ստեղ աշխատում ասենք չգիտեմ 1 հոգին ասենք չգիտեմ 15 օր դե բրուշատկա է շարում այդ մանր խնդիրներից էլի որը հենց ուղիղ վերաբերվում է բնակիչներին երևանցիներին ինչ կասեք դրա մասին իրանց ոնց են աշխատում այսօր որ չգիտեմ այդ խնդիրները չի վերանում այդ մանր խնդիրները չեն խոսում մեծ խնդիրներից որովհետև ամեն օր իրենք աջափնյակի մետրո են խոստանում միջավի մետ աջափնյակի մետրոն չկա Դե երևանցիները ինձ թվում է իրենց գնահատականը կտան հաջորդ Երևանի ընտրություններին կտեսնենք գոհեն ամեն դեպքում տավել էին չեն ընտրել Հա չէ մի հատ էլ հեսա այն որ ասում է այս աշխատանքի արդյունքով կտան ես կարծում եմ որ ստեղ կա լուրջ էֆեկտիվ քաղաքի կառավարման էֆեկտիվության հարց այսինքն այդ թողենք որ Նուբարաշենի աղբահանության վայրը, մետրոն եւ այլն որ մշտական խոստումներ են լինում, հա, բայց այդտեղ կա օրինակ ասֆալտը սարքում են մի 2-3 ամիս հետո էլի լուրջ փոսեր եւ այլն դա անընդհատ ամենուրեք մեր հայրենակիցները, քաղաքում ապրողները, քաղաքի հյուրերը անընդհատ նշում են, հա, եւ մնացած բազմաթիվ խնդիրներ։ Ես կարծում եմ այդտեղ լուրջ կառավարման խնդիր կա
էֆեկտիվության խնդիր կա եւ ստեղ մենք տեսնում ենք թե այդ խցանումների հարցը, որ որևէ լուծումներ հիմա չի տրվում, ինչ որ парքինգների մասին են խոսում, որ Եվրոպայի օրինակով ինչ որ վերգետնյա եւ բացի դրանից парքինգում ինչ որ աշխատողների են բերման ենթարկում բան։ Այո։ Չէ, ես ուզում եմ ասեմ, որ իհարկե քանի տարի արդեն որ 3 տարի է, չէ, որ քաղաքապետն է եւ այս թիմը, հա, որը 23 թվականի արդյունքում կոալիցիոն ընտրվել է։ Այդ առումով ես կարծում եմ, որ կա դժգոհություն, հա, դա իմ անձնական կարծիքն է, բայց իհարկե մեր հայրենակիցները պետք է ընտրություններին իրանց քվեն կամ նորից վստահեն այս քաղաքական ուժին կամ վստահեն այն քաղաքական ուժին կամ ուժերին, որոնք որ առաջարկելու են հստակ Երևանի զարգացման իրական ծրագիր։ Հիմա եթե պետք է ընտրություններին էլի գան ճառեր ու խոստումներ ասեն, հիշում եք ընտրությունների ժամանակ ես շատ լավ հիշում եմ, կային խոստումներ, որ լինելու են ոչ թե 1, այլ 2, 3 մետրոյի կայարաններ, չգիտեմ, որոշ քաղաքական ուժեր խոստանում էին, որ լրիվ անվճար է լինելու, հանրային տրանսպորտը որոշները ասում էին գույքը հարկ չի լինելու, այդ սկզբունքով եթե շարժվենք այդ կենացների ու չգիտեմ, ռոմանտիկ երազանքների տրամաբանությամբ այդ դեպքում մենք ուղղակի չենք ունենալու էֆեկտիվ կառավարման ծրագիր, հա, պետքա լինի իրատեսական ծրագիր, կոնկրետ, որքան ժամանակ հետո կառուցվելու է նոր կայարան մետրոյի, որքան ինչ ժամկետներում, ով անելու ներդրումները, որքան է լինելու ներդրումների ծավալը, այսինքն ոչ թե լինելու էլի կոպիտ ասած ինչ ժամանակ հետո պետքա ունենանք, չէ՞, Տաճապնյակի կայարանը խոստացած, իսկ իրենք դրա մասին ոչինչ չեն ասում։ Ես կարծում եմ, որ այդ նույն սերիայից է, հա, որ վերաբերում է Նուբարաշենի աղբավարին, մենք ինչքան ժամանակ է լսում ենք դրա մասին, որը վերաբերվում է նաև այդ խցանումների հարցի լուծմանը, որը վերաբերվում է Երևանի կանաչապատմանը իրական, որը վերաբերվում է նույն այդ ասֆալտը եւ այլն վերգետնյա անցումներ, այսինքն բազմաթիվ, հա, որ ուղղությունը վերցնենք, սա ասենք խնդիր է։ Ես չգիտեմ, ես չեմ կարող իրանց փոխարեն ասել երբ է լինելու, sense տեմպերը որ նայում ենք, ոնց որ թե հələ միջով մյուս ընտրություններ էր կարող չլինի եւ դա դառնա նաեւ հիմնական խոստումը էլի։ Այս մարդու բանի, չգիտեմ, գործունեության արդյունքում Երևանում ծառերը կանաչ կտրվեցին, տեղերը տնկվեցին սաղակուռաններ, այդ ծառերը ուղղակի այդ սիրունության համար չէին, դեկորացիայի համար չէին, դրանք Երևանի թոքերն էին, որ այդ փոշին, այդ աղտոտումը թթվածին էին արտադրում այդ ծառերը, բռնեցին, կտրեցին այդ տարիներով մեծ ծառերը, որոնք իրոք տեսանք էլի դրանից հետո փոշու աղտոտվածության հետ կապված ինչ ցուցանիշ ունեցավ Երևանը։ Այսօր բերել այդ սաղակուռաններն են ուղղակի տնկել ու իրոք չեն հասկանում հիմա որ այս մարդիկ իրանց տեղում չեն որպես երևանցիներ մենք ինչ պետք է անենք բացի ընտրություններով պետք է այս մարդկանց չգիտեմ ուղղորդել որ այլ բանով զբաղվեն որովհետև այս մարդիկ ամեն ինչ պռավալ են տալիս ու դա մեզնից է գնում ոչ թե իրանցից իրանք հարստանում են դղյակներ են գցում տեսեք մարդիկ պետք է իրանց գնահատականը տան առաջերտին ընտրություններով այսինքն եթե մենք ասում ենք որ մարդիկ փողոց դուրս գան եւ ինչ անեն փողոց չստիպեն գոնե աշխատել այս մի տարի է երևի դե գիտեք մենք անընդհատ ակնկալում ենք հա որ մարդիկ ինչ որ պետք է իրանց գործերը թողեն բոլոր ասենք ամեն մեկը եկեք ճիշտը խոսանք հա դες մարդ չկա Հայաստանում երևի որ վարկ չունի մարդիկ ասենք ամեն ժամը մարդկանց հաշված է այսօր ասենք տարբեր քաղաքական գործիչներ քաղաքական ուժեր 5 րոպե մեկ մարդկանց հրավիրում են դուրս փողոց հա բայց ի՞նչն է առաջարկությունը քաղաքական ուժերի, քաղաքական շրջանակների հասարակությանը, քաղաքացիներին։ Ո՞րն է այդ առաջարկությունը։ Ասենք վերցնենք Երևանը։ Բոլորն է տեսնում են, որ կա խնդիր կառավարման մեջ։ Ո՞րն է այլընտրանքային առաջարկությունը։ Ասենք պետք է լինի, չէ՞, այդ այլընտրանքային առաջարկությունը։ Ես կարծում եմ, որ պետք է լինի հաջորդ ընտրություններին ընտրություններից ընդառաջ մշակվի լուրջ ծրագիր Երևանի կառավարման, իրատեսական ծրագիր եւ առաջարկվի մեր հայրենակիցներին։ Ես կարծում եմ, որ իրատեսական ծրագրի հետևից մարդիկ կգան եւ մարդիկ կգնան քվեարկեն այդ ծրագրի օգտին։
Ես այդպես եմ տեսնում լուծումը, այսինքն որևէ այլ ընտրանքային տարբերակ, հա, պետքա լինել պահանջատեր, պետքա անընդհատ, այսպես ասենք, կառավարման հետ կապված մեր քաղաքի, երկրի քաղաքացիները լինեն ավելի պահանջատեր եւ ավելի հաշվետու լինի իշխանությունը ժողովրդին եւ քաղաքացիներին։ Բայց նորից եմ ասում, ստեղ պետքա նախևառաջ լինի այլընտրանք, այսինքն ինչ են այլընտրանքային առաջարկում։ Եթե չկա այլընտրանքային առաջարկություն, ուղղակի կա քննադատություն, որը որ եկեք համաձայնենք քաղաքական մեր դաշտում շատ է, ասենք միայն քննադատությունը։ Այդ քննադատությունը կարա, ասենք, մարդիկ ովքեր որ շախմատ են խաղում կամ նարդի են խաղում, ամեն օր այդ քննադատությունը մեր ավակ պապիկները, տատիկները եւ այլն դա անում են, այսինքն դա քաղաքական գործ չի, հիմնական ֆունկցիան չի քննադատելը։ Հիմա կլինի այդ ծրագիրը, կլինի այդ առաջարկությունը։ Այն բնապահպաններ հիշում եք։ Հա։ Բանի դեպքը Մաշտոցի պուրակի։ Ծառերի հետ կապված հիշում եք ինչ դեպք եղավ, քաղաքապետը եկավ, անգամ երկրի նախագահ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եկավ։ Հիմա այդ բնապահպանները, որ այս ծառերը կտրում են, ուր են։ Չկան։ Ես չգիտեմ, ճիշտ ասած, հետաքրքիր հարց է։ Ու այդ մարդկանց իմ կարծիքով ես էլ էի անձամբ ճանաչում, դու էլ էիր անձամբ ճանաչում, այդ մարդիկ գոյություն չունեն։ Կարող է երկրից դուրս են գնացել են։ Չէ, լուրջ։ Ես դա բնապահպանության ոլորտի հետ կապված խնդիրներ կային, բնապահպաններ պայքարում էին, այնց չգիտեմ, իրենց շորերն էին ճղում, թեղուտի հետ կապված խնդրով։ Իսկ միգուցե այն ժամանակ ինչ որ, չգիտեմ, դրա համար դրամաշնոր էր տրվում, հա, ենթադրում եմ։ Հիմա երևի չի տրվում։ Դրամաշնորները ոնց որ թել չեն տրվում էկոլոգիայի հետ կապված մեր երկրում, չէ, այս բանով չեմ ասում, ինչ որ քննադատությամբ։ Դրամաշնորը վատ բան չի, եթե լավ բանի համար է ծառայում, բնականաբար, բայց ոնց որ թե սպային խնդիրը դա է, որ բայց ամեն էկոլոգիայով զբաղվողներ շատ չեն։ Այն ժամանակ ես էլ դու էլ քաղաքական հասարակական դաշտում ակտիվ զբաղվել են գործունեությամբ։ Ես հիշում եմ, որ 2013, 14, 15, 16, 17 այդ թվականներին քաղաքական թեմաներով ինչ որ մեկին բանտարկում էին կամ ակցիա էին անում կամ ուղղակի բերման էին ենթարկում ոստիկանության բաժին, անգամ Ամերիկայի դեսպաններ դրա մասին հայտարարություն տարածում։ Ես հիշում եմ 2013 թե 14 թվականներ Երևանի քաղաքապետարանի մոտ գտնվող մանկական զբոսայգում միասեռականներին փորձում էին այնտեղից դուրս անել, որոնք մարմնավաճառությամբ են զբաղվում։ Ամերիկայի դեսպանատունը հայտարարություն տարածեց, որ իրանք անհանգստացած են այդ այգում գտնվող միասեռականների, այդ տրանսգենդերների իրավունքներով։ Այսինքն ամեն ինչին խառնվում էին, բայց այսօր այդ կառույցները, միջազգային կառույցները կամ այն հասարակական կազմակերպությունները, որոնք աշխատում են այդ միջազգային կառույցների հետ, այսօր ասենք ունենք կին քաղբանտարկյալ, ունենք քաղաքական գործիչներ, որոնք քաղբանտարկյալն են, այդ քաղբանտարկյալների մասով անգամ ձայն չեն հանում, չեն ասում, որ այդ մարդիկ քաղբանտարկյալ են։ Այսինքն ինչ-որ արժե համակարգ է փոխվել, թե ուղղակի այդ մարդիկ էլ իրենց տեղում չեն գտնվում։ Չէ, նախևառաջ քաղբանտարկյալների մասով կարող է իրանք համարում են, որ քաղբանտարկյալ չեն, կարող է համարում են, որ այն իրադարձությունները, որոնք տեղի ունենում, դրանք այդքան էլ արժանի չեն իրենց ուշադրությանը։ Սա որպես ենթադրություն եմ ասում, հա։ Բայց առնվազն, այո, վերջի 8 տարիների ընթացքում ես լրիվ կտրուկ փոխվել է, այսինքն այդ արտաքին աշխարհի մոտեցումը, հա, Հայաստանի հանդեպ, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հանդեպ եւ կարծես թե այս իշխանությունները իրենց սրտին ավելի մոտ են, հա, այսպես ասենք, այդպիսի տպավորություն է առնվազն ստեղծվում, որովհետև մենք տեսնում ենք, որ այո, շատ ու շատ հարցերին, որոնք որ նաև արժանի են ուշադրությանը, այդ արձագանքը չկա, այդ ուշադրությունը այդքան էլ չկա։ Ենթադրում եմ դա է պատճառը 1, երկրորդը նաև որ Հայաստանում հռչակված է ժողովրդավարություն եւ դրա հետ համամիտ է նաև արևմուտքը, որ Հայաստանում ժողովրդավարություն է եւ եթե ժողովրդավարություն է, արևմուտքը արձագանքում է այն ժամանակ, երբ որ կա, չգիտեմ, ավտորիտարիզմ, կա հակաժողովրդական ռեժիմ։ Միջև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ես չեմ տեսել այնպիսի հայտարարություն, չգիտեմ, բաց խոսք կամ չգիտեմ հանրային խոսք, որից հետո կարող է մարդը բանտարկվել։
Իսկ այսօր այդ հանրային խոսքի համար մարդիկ գնում բանտ են նստում։ Եվ չկա արձագանք։ Եթե դա է իրական ժողովրդավարությունը, որպես այդպեսին է ժողովրդավարությունը մեզ պետք չէ, որովհետև դա ժողովրդավարություն չի, դա, չգիտեմ, ինչ-որ լիբերալ ֆաշիզմ է։ Չէ, մեզ ինչ պետքա պետք չի, դա հարցի երկրորդ կողմն է, խոսքը գնում է արձագանքի մասին միջազգային հանրության, չէ։ Միջազգային հանրությանը ընդունելի է այսպիսի ժողովրդավարությունը, որ ես դա ենթադրում եմ, որևէ մեկի հետ չեմ խոսացել։ Ձերք է տալիս այդ մարդկանց։ Ես որևէ մեկի հետ դա չեմ քննարկել միջազգային հանրությունից, բայց ես ենթադրում եմ այն արձագանքից, որ ասում ենք այն ժամանակ իսկապես կար բոլոր հարցերի շուրջ, հիմա չկա։ Ենթադրում եմ, որ ուրեմն որևէ խնդիր էլ չկա միջազգային հանրության համար։ Սա է։ Շնորհակալություն պարոն Ղուկասյան ջան հետաքրքիր զրույցի համար։ Կրկին անգամ տեսակետ հաղորդաշարներ կհանդիպենք հաջորդիվ։